Ողջույն Ֆրոնտ TV-ի սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Ռուսաննա Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Տիկին Ստեփանյան, այսօր ուզում եմ մի շարք կարևոր թեմաներից խոսել։ Սիրիայում շարունակվում է ցեղասպանությունը, մենք տեղյակ ենք, որ այնտեղ կա նաև հայ համայնք։ Ոչինչ չի արվում հայ համայնքի համար, դուք ինչ կասեք այս թեմայով։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, երբ ձևավորվում էր համահայկական ճակատշարժումը, շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարևոր թեզերից մեկը այն էր, որ մենք պետք է մեր հարաբերությունները ամենավերջին ձևով ակտիվացնենք Սփյուռքի հայերի հետ, մեր հայրենակիցների հետ, ինչու՞ չէ նաև Սփյուռքի հայերին ներգրավենք հայկական տարբեր խնդիրների լուծման գործում, մենք այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք իրականացրել եւ այս օրերին այո մենք տեսնում ենք, որ Սիրիայում իսկապես աշխարհի առաջադեմ մարդկության աչքի առաջ 21-րդ դարում իրականացում է ցեղասպանություն կադրերը, որոնք հրապարակվում էին, սահմռկեցուցիչ էին, պարզապես առողջ բանականությունը չէր կարող առանց լացի առանց արցունքի տեսնել այդ կադրերը, որովհետև սպանվում էին ոչ միայն տարեց մարդիկ, շարքային երիտասարդներ, երեխաներ, ցավոք սպանվածների մեջ կան նաև հայեր, եւ առաջին գործը, որ թվում է, թե պետք է արվեր այդ հայերի հարցը, այնտեղ ապրող հայերի հարցը պետք է լուծվեր, հայերին բերվեր Հայաստան, բայց քանի որ Հայաստանում այսօր չկա իշխանություն, կա Նիկոլ Փաշինյան, ուստի եւ դա չարվեց, եւ թեպետ այստեղ մի տարակուսանք էլ կա, ինչ տարբերություն Սիրիայում ապրող հայերը այնտեղի թրքահպատակ իշխանության տակ են, թե Հայաստանի թրքահպատակների իշխանության տակ են։ Սակայն այնինչ կատարվում է Սիրիայում իսկապես այս օրերին դատապարտումների շրջանակից չանցավ։ Տեսեք, մենք 23 թվականին ականատես եղանք նմանատիպ ողբերգության Արցախում, սակայն պետք է ասեմ, որ այն դաժան կադրերը, որ տեղի են ունենում սպանությունները Սիրիայում, Արցախում դա տեղի չունեցավ շնորհիվ ռուս խաղաղապահների։ Եթե չլինեին ռուս խաղաղապահները Արցախում, ես առավել քան վստահ եմ, որ Թուրքի ձեռագիրը նույնն է, այս նույն դաժանությունները կկատարվեին արցախահայերի հետ։ Հիմա էլ եթե մենք այսպես ասում ենք, այս անցակետից ռուսներին հանեցինք, մյուս անցակետից հանեցինք, ռուսական ռազմաբազայի հարց է դրվում երբեմն թրքահպատակների կողմից, որ պետք է հանվի ռուսական ռազմաբազան, ես առավել քան վստահ եմ, եթե այո ռուսական ուժը դուրս գա Հայաստանից, սիրիական սցենարը ցավոք կրկնվելու է նաև Հայաստանում ամենաանմարտկային եւ ամենադաժան ձևով։ Այնինչ տեսանք, դուք տեսեք 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհի լռությունը, մենք հիմա ենք տեսնում աշխարհի լռությունը եւ հետո ինչ որ մեկ կամ մի քանի կազմակերպություն այսպես գրեցին, մենք էլ ենք դատապարտում, բայց այդ մարդկանց արյունը շարունակում է հոսել։ Մենք տեսանք լռություն 44-օրյա պատերազմի ժամանակ, տեսնում ենք հիմա ոչ թե լռություն, կոնկրետ գործողության բացակայություն ենք տեսնում։ Կոնկրետ հստակ գործողություն չի արվում։ Եվ սա գալիս է ապացուցելու եւս այն, որ աշխարհը այսօր թույլին ոչնչացնում է, թույլին հալածում է, եւ եթե մենք մտածում ենք, պիտի գնանք, խնդրենք, որ եկել ենք ձեզ հետ խաղաղության եւ այլն, պիտի հասկանանք, որ այդ խաղաղության գինը կարող է Հայաստանում եւս վերաճել Սիրիայի, որովհետեւ միակ պայմանը, որ դու չես ցեղասպանվելու, դու պետք է հզորանաս, դու պետք է ուժեղանաս, ցավոք այս տարիներին, այս իշխանության մասնավորապես մենք գնում ենք միայն թուլացման, գնում ենք միայն այդ կզելու քաղաքականությանը, իսկ
Արդյունքը տեսնում ենք ինչ է։ Արդյունքը այս օրերին Բաքվի բանտերում իրականացվող դատավարություններն են։ Արդեն 22-րդ օրն է, ինչ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարում, այստեղ եւս Մանեթ Հանդիլյանը հացադուլի մեջ է եւ ոչ միայն Մանեթ Հանդիլյանը, դուք համայնքական ճակատ շարժումով բարբերաբար գնում եք, այցելում եք, այնուամենայնիվ ինչ արդյունք է տալիս այս ամենը, որովհետեւ շարունակաբար դատավարությունները փակ են, Ռուբեն Վարդանյանի հացադուլը շարունակվում է եւ կարծես թե այս իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի հայ ռազմագերիները վերադառնան իրենց հայրենիք։ Արդյունքը ինչու՞ն է։ Տեսեք, այո, ցավը 22-րդ օրն է, որ հացադուլի մեջ է Ռուբեն Վարդանյանը եւ ես որքան հասկանում եմ, նա մինչև վերջ որոշել է իրականացնել հացադուլ, թեպետ ես այն օրը այցելեցի, ոչ միայն Մանեթ Հանդիլյանն ենք այցելում, նաև Մակ գրասենյակի մոտ մեր հայրենակիցներից մի շատ հայրենասեր տղա հացադուլ է հայտարարել, երկար խոսեցինք, ի վերջո եկանք այն եզրահանգման, որ սա այն խնդիրն է, որտեղ համահայկական ջանք պետք է ներդնել։ Սա մեկ մարդու խնդիր չէ, մեկ-երկու հոգու հացադուլի խնդիր չէ, պետք է դնել ոչ միայն համահայկական ջանք այս հարցում, այլ ընդհանրապես մենք պետք է տեսնենք, որ աշխարհաքաղաքական կարգ է փոխվում։ Թուլացել է, կարծես թե ամեն դեպքում արտաքինից այդպես է երևում ռուս-ամերիկյան այդ հարաբերություններում որոշակի դրական միտում է նկատվում եւ պետք է ոչ թե հիմա գնալ պաստառներ պարզել, հացադուլն է միջոց, բայց դա լուծման միջոց չէ ցավոք։ Ես կարծում եմ, որ պետք է մենք հիմա օգտվենք աշխարհաքաղաքական այս իրավիճակից, ինչու՞ չէ նաև Բաքվի դեմարշներից, որոնք երբեմն նա իրականացնում է ի ցույց Ռուսաստանի եւ դիմենք Ռուսաստանին այս հարցում մեզ աջակցելու համար, որովհետեւ հասկացանք, որ կան դատապարտող հայտարարություններ, բայց դատապարտումը դեռ հարցի լուծում չէ։ Դիմենք ըստ իս Ռուսաստանին մեր գերիների, անհետ կորածների հարցով եւ այնտեղից ակնկալենք, որ Ռուսաստանը Բաքվին կպարտադրի բաց դատավարություն, որտեղ հնարավորություն կունենան ներկա գտնվելու ինչպես միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում եւ Ռուսաստանից լրատվամիջոցներ, իրավապաշտպան կազմակերպություններ, Պակիստանից անցած օր այն տիկինը, որ Ավրորայի մրցանակաբաշխության տեխնացու էր, ասում էր, ես ուզում եմ գնալ Բաքու եւ մասնակիցը լինել այդ դատավարության։ Ինչու՞ չէ աշխարհի ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպություններից ներկա գտնվեն եւ այդ ֆարսը դատավարական շոուն դառնա դատավարություն, ինչպես Ռուբեն Վարդանյանն է ակնկալում, դառնա դատավարություն միջազգային բոլոր կանոններին համաձայն։ Ավելին պարտադրել այս դատավարությունը Բաքվից դուրս բերել, եվրոպական մարդու իրավունքի դատարանում այս դատերը քննել, որտեղ ոչ թե Կիշխի Ալիևի կամակորությունը, այլ մենք կտեսնենք դատավարություն միջազգային օրենքների համաձայն։ Այնինչ արվում է այստեղ, այսօր ես տեսա, որ նաև դիմել են մի շարք կանայք, մայրեր դիմել են ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի նա էլ դիմի աշխարհի իր կրոնավոր գործընկերներին, բայց կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել Բաքվից դատական process-ը տեղափոխել մարդու իրավունքների դատարան, ինչու՞ չէ, թող աշխարհը տեսնի ինչ է կատարվում եւ մենք միայն Ալիևի պլանը, գոնե այս դատավարության պլանը ձախողելու արդյունքում կկարողանանք ասել, որ մեկ նիշ գրանցեցինք ի օգուտ մեզ։ Թե չէ դու երկարատև բանակցություններ ես վարում ես, խափում ես, ասում ես գնում ենք խաղաղության, մենք տեսնում ենք, որ արդյունքում
Ալիևը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, այլ Ալիևը պատրաստվում է Հայաստանից կտոր տանել։ Հիմա տեսեք Տավուշում արդեն պատրաստվում է սահմանազատման նոր գործընթացի, մենք ինչ տեսանք նախկին գործընթացից, հանձնվեց միակողմանի Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոպիտ խախտումով եւ ինչ պահանջում է Բաքուն ստանում է, գոնե մենք այս հարցում կարծում եմ պետք է այսօր օգտվել այդ աշխարհաքաղաքական նոր իրավիճակից, դիմել Ռուսաստանին, ինչու՞ չէ նաեւ Միացյալ Նահանգներին, որպեսզի հիմա տեսեք տպավորություն է, որ Ադրբեջանը որոշակիորեն դեպի Միացյալ Նահանգներ է փորձանում գնալ, պետք է մենք օգտագործենք մինչև այդ թռիչքը, օգտագործենք գոնե մեր տղաների դատավարությունը Բաքվից տեղափոխել, որովհետև տեսնում ենք, որ մինչ այս գործողությունները այդ դատավարության վրա կոնկրետ ազդեցություն չեն ունեցել։ Տիկին Ստեփանյան, մի քիչ խոսենք նաև Գյումրիից, այս պահին Գյումրիում ընթանում է նախընտրական քարոզարշավ, մենք արդեն տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն է այս կատարել Գյումրի, ինչ կասեք, մի փոքր մեջբերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հետ ենք բերելու Թալանը։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենամեծ Թալանն է իրականացրել։ Այնպես չի, որ տեսեք նախկին իշխանությունները այնպես չի, որ չէին մտածում կարելի է արտաքին պարտքը հասցնել ահռելի ցուցանիշի, պարգևավճարներ տալ եւ այլն։ Նրանք էլ իրենց չափով տարել են, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության Թալանը պարզապես սարսափելի է եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ ինքը Գյումրիում պարտվելու է 7 տարի Նիկոլ Փաշինյանը խոսում է Թալանը հետ բերելուց։ Դա նշանակում է, որ ինքը 7 տարվա ընթացքում անգամ իր այդ խոստումը չի կարողացել կատարել, որովհետև նա եկավ Թալանը հետ բերելու խոստման հիման վրա նաև, եւ 7 տարի ինքը գալիս է ընտրությունից ընտրություն, հիշում է, որ ասելու, որ մարդկանց Թալանը պիտի հետ բերի։ Մի քանի օրինակ բերեմ, Նիկոլ Փաշինյանը թող հետ բերի, օրինակ Ալեն Սիմոնյանի եղբոր սնանք ճանաչվեց, պետ բյուջեից ինչքան գումար էր տարել այդ ընկերությունը ասֆալտապատումով էր զբաղվում, թող իդ բերի այդ գումարը։ Անիֆի 24 միլիոն գումարը, դոլար գումարը, որ Տիգրան Ավինյանի ձեռամբ կորավ այդ գումարը, թող իդ բերի, ով է իրեն խանգարում, դա իդ չի բերում, թող իդ բերի մեր սփյուռքահայերի կոպեկ առ կոպեկ հավաքած 150 միլիոն դոլարը համահայկական հիմնադրամում, որը տեղափոխվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության խողովակներ եւ այնտեղից հոդս ցնդեց։ Ով է խանգարում Նիկոլ Փաշինյանին 150 միլիոն դոլարը հետ բերի։ 150 միլիոն դոլարով Գյումրիում այսօր որևէ տնակում ապրող մարդ չէր լինի։ Մենք Գյումրիում էի ես, տեսնում ես 7 տարի դու իշխանության ես, խոսում ես Թալանից, դու գյումրեցիներին թողել ես տնակներում, մարդիկ դեռ տնակներում ապրում են եւ այսօր գնացել ես այդ մարդկանց զգացմունքների վրա ես դու խաղում, որովհետեւ մի քիչ ավելի ֆինանսապես կայացած մարդիկ հասկանում են քեզ, թե դու այսօր ինչ մանիպուլյացիա ես իրականացնում, դու գնացել ես նորից խեղճուկրակ մարդկանց զգացմունքների վրա խաղալու, ասելով որ ետ ես բերելու, այդ մարդիկ էլ մտածեն որ ետ բերես գուցե մի այսքան էլ իրենց բաժին կհասնի եւ կարծում եմ գյումրեցին այսօր շատ ավելի սթափ է Գյումրին միշտ էլ ընտրություններին իր ուղի խոսքը ասել է եւ այս անգամ էլ կասի առավել եւս որ ասենք Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի տեխնացում ժամանակին
մի գրառում էր արել 21 թվականին, ասելով, որ եթե ժողովուրդը ձայն տա Նիկոլ Փաշինյանին, երկիրը կտանի քաղաքացիական պատերազմի, այն ժամանակ այս տեխնացուն Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ական չէր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գուցե այս տղայի ընտանիքում չգիտեմ, որ ինքը ԿՊ-ական է։ Ես շատ գյումրեցիների հետ այս ընթացքում խոսել եմ, չգիտեմ, որ նա ԿՊ-ական է, եւ Նիկոլ Փաշինյանը փաստորեն այս տղային վատություն արեց։ Գնաց, այսպես հրապարակավ ասեց, որ մեր տեխնացուն է, ԿՊ-ական է, օրինակ իմ ընտանիքում ինձ ասել են, եթե երբևէ դու ԿՊ-ական լինես, ոչ միայն քեզ ձայն չենք տա, քեզ բարև չենք տա։ Ես վստահ եմ, որ նույնը, օրինակ Սարիկի ընտանիքում իր հայրը, մայրը հիմա ամբոստացած կլինեն, կասեն, այս ինչ որոշում ես կայացրել, մենք չգիտեինք, ես վստահ եմ, որ ձայն չեն տա, որովհետև գյումրեցիները միշտ ասել են, որ իրենք թասիբով արժանապատիվ մարդիկ են եւ հիմա սա գնաց պաստորեն իր տեխնացուին էլ վատություն արեց, իսկ ավելի այսպես Գյումրիում Նիկոլ Փաշինյանը նախ ստեղծեց քաղաքական կոլապս եւ ոչ միայն Գյումրիում, այլ ընդհանրապես հանրապետության այն քաղաքներում, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտվել էր, նախ ստեղծեց քաղաքական ճգնաժամ, հետո փորձեց նվաճել այդ քաղաքը, բայց Գյումրին ժամանակին այո ասել եմ, հիմա էլ եմ ասում, բարոյականության մայրաքաղաքն է եւ Գյումրեցին միշտ էլ բոլոր իշխանությունների օրոք խոսք ասող քաղաք է եղել։ Ես առավել քան վստահ եմ, որ հիմա էլ Գյումրեցին կասի իր խոսքը, քան որ Նիկոլ Փաշինյանը գնաց ու սկսեց մանիպուլացնել։ Մեկ ասեց կբերեմ Բալասանյանից գյումրեցիներից տարածը, նա ինքը անգամ չգիտի, թե ինչ է խլելու մարդկանցից։ Հա, չենք բացառում, որ կսկսի քրեական գործեր կարել, հանձնարարականներ կտակ, ասի գնացեք, սրա վրա քրեական գործ, նրա վրա քրեական գործ, կսարքի լարվածության մթնոլորտ, բայց առավել քան վստահ եմ, որ գյումրեցին սթափ կգնահատի իրավիճակը, կհասկանա, որ ով է եկել Գյումրի, ինչպես է նորից խաբելու իրեն եւ այնտեղից, որտեղից Փաշինյանը քայլելով եկավ, այստեղ իշխանություն նվաճեց, չեմ վախենում այդ բառը ասելուց, վստահ եմ, որ գյումրեցին այս անգամ իր թիմի հետ, Սարիկին էլ կասի դե գնացեք, այնտեղ, որտեղից դուք եկել էիք 18 թվին։ Դե Տիկին Ստեփանյան, շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն էր Ռուզաննա Ստեփանյանը, կհանդիպենք։